Քերծվածքակայուն, ջրադիմացկուն եւ հարվածակայուն լամինատների նշված տեսականին ձեռք բերեք իդեալ համակարգի խանութ սրահներից 1 քառակուսի մետրը սկսած ընդամենը 2450 դրամից։ Բարև ձեզ հարգելի գործընկերներ, ներկայացնեմ մեր նախագիծը ինչի մասին է։ Ընդհանուր առմամբ մի հատ որպես ներածական խոսք պետք է ասեմ, որ 2018 թվականին ուժի մեջ մտած օրենսդրական բարեփոխումներով մեկնարկել է էլեկտրաէներգետիկական շուկայի աստիճանական ազատականացման եւ շուկայի նոր մոդելի անցման գործընթացը։ Նշված բարեփոխումների արդյունքում ներկայումս սպառվող էլեկտրաէներգիայի շուրջ 30%-ի առևտուրն իրականացվում է շուկայի մրցակցային հատվածում։ Էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացումը Հայաստանի բոլոր սպառողներին, այդ թվում բնակիչներին հասանելի դարձնելու համար դեռևս ծավալուն բարեփոխումներ են անհրաժեշտ, որոնց թվին է դասվում նաև շուկայի մրցակցային հատվածում էլեկտրաէներգիայի վաճառողների, հետևաբար նաև վաճառվող էլեկտրաէներգիայի ծավալների ավելացման ուղղված միջոցների ձեռնարկումը։ Պետք է նշեմ, որ ներկայումս այդ ազատականացված շուկայի լիցենզիա ստացել են շուրջ 22 մատակարարներ, որոնցից սակայն շուկայում փաստացի գործունեություն ծավալում են միայն 6, այսինքն այդ 30%-ին սպասարկում ընդամենը 6 մատակարար։ Նշվածից կարելի է եզրակացնել, որ չնայած շուկայի նկատմամբ ունեցած հետաքրքրությանը, այդ լիցենզավորված անձին գործունեություն ծավալելու բարդություններ եւ սահմանափակումների կամ այլ խոչընդոտների են բախվում։ Հարկ է նշել նաև, որ շուկայում գործող 6 մատակարարներից իրենց առևտրի ծավալներով առաջինից երրորդ տեղում գտնվող ընկերությունների առևտրի ծավալները տարբերվում են ավելի քան 5 անգամ։ Ընդ որում արկա տեղեկությունների համաձայն նշված մատակարարներից առաջինը ներկայումս գործող երաշխավորված մատակարարի հետ հանդիսանում է փոխկապակցված իրավաբանական անձ։ Տվյալ նախագիծը երկու հիմնական փոփոխություն է ենթադրում, որոնցից առաջինը այն է սահմանել էլեկտրաէներգետիկական շուկայում որակավորված սպառողի կարգավիճակով ինքնուրույն առանց մատակարար ընտրելու հնարավորության առևտուր իրականացնելու պահանջ այն սպառողների համար, որոնք նախորդ օրացուցային տարվա ընթացքում իրենց 6-10 կՎտ ու բարձր լարման եւ 1 միլիոն կՎտ ժամը գերազանցող էլեկտրական էներգիայի սպառում ունեցած բոլոր հաշվառման կետերում միասին սպառել են 12 միլիոն կՎտ ժամից ավելի էլեկտրական էներգիա։ Որակավորված սպառողի կարգավիճակ ստանալու դեպքում այդ սպառողների համար առաջարկվում է սահմանել սպառված էլեկտրաէներգիայի համար ամենաբարձր սակագինը։ Սա մի փոփոխություն է, այսինքն խոշոր սպառողներին առաջարկվում է առանց մատակարարի ազատականացված շուկայում ինքնուրույն հանդես գալ որպես որակավորված սպառող եւ ուղիղ շուկայից գնում կատարել իրենց կարիքները հոգալու համար։ Այս մեկ փոփոխություն եւ երկրորդ փոփոխությունը այն է օրենքով սահմանված էլեկտրաէներգիայի գնման երաշխիքից օգտվող, չէ՞ որ գնման երաշխիքով արտադրողներ կան, որոնք գնման երաշխիք ունեն եւ իրանց արտադրանքը այդ երաշխիքային գնով վաճառվում է։ Գնման երաշխիքից օգտվող բնական ջրահոսի վրա կառուցված փոքր հիդրոէլեկտրակայաններում, արևային եւ հողմային կայաններում էլեկտրաէներգիա արտադրողներին հնարավորություն տալ առաջիկա 2 տարիների ընթացքում հրաժարվել էլեկտրաէներգիայի գնման երաշխիքից եւ մուտք գործել մրցակցային շուկա առանց այդ երաշխիքի վերականգնման իրավունքի։ Այսինքն բոլոր այն կազմակերպությունները, ովքեր այսօր աշխատում են գնման երաշխիքով, իրավունք են ստանում 2 տարվա ընթացքում հրաժարվել գնման երաշխիքի պայմանագրից եւ մուտք գործել ազատ շուկա, որտեղ գները արդեն շուկան է կարգավորում։ Ես պետք է ասեմ, որ այս նախագծի հիմնական այս երկու դրույթներն են եւ հիմնական նպատակը այն է նախ հնարավորություն տալ այդ արտադրողներին դուրս գալ ազատականացված շուկայի եւ դրանով ընդլայնել շուկայի առաջարկը, ինչպես նաեւ ազատականացված շուկայում մատակարարների դաշտում մրցակցային պայմանները բարելավել։ Այս է հիմնականում, սիրով կպատասխանեմ հարցերին։ Շնորհակալություն։ Շնորհակալություն Տիկին Վարդան եւ Տիկին Մանավազյան։ Եվ մի բան էլ, այստեղ օրենքում ճիշտն ասած խնդրում եմ մի բանի ուշադրություն դարձնել, որ առաջին մասի հենց հոդված երկրորդի առաջին մասի առաջի կետի մասին պետք է խոսեմ, որտեղ ես առաջարկում եմ նաև այս պահին հենց փոփոխություն անել
հետևյալ շարադրությամբ, այն է որակավորված սպառողը շուկայի կանոնների համաձայն իրավունք ունի իր համար, ինչպես նաև այլ որակավորված սպառողի անհաշվեկշռույթների համար էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայում գնել եւ կամ ներկրել էլեկտրական էներգիա եւ դրա ավելցուկը վաճառել էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի մասնակիցներին։ Կին Վարդան, բայց իմ ձեռքի տակ եղած տարբերակում ոնց որ հենց ձեր կարդացած նա։ Իմ մոտ էսպես է շարադրությունը, որակավորված սպառողը շուկայի կանոնների համաձայն իրավունք ունի իր եւ կամ փակագծերի մեջ այլ որակավորված սպառողի համար էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայում գնել եւ կամ ներկրել էլեկտրական էներգիա եւ դրա ավելցուկը վաճառել էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի մասնակիցներին։ Սա ինչ որ դուք կարդում եք։ Ոչ, այստեղ փոփոխությունը հետևյալն է, ես իհարկե թուղթը հեսա կարդամ, ձեզ կփոխանցեմ, փոփոխությունը հետևյալն է, ասում է իրավունք ունի իր համար, ինչպես նաև այլ որակավորված սպառողի անհաշվեկշռույթների համար էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայում գնել, այսինքն այդ անհաշվեկշռույթների մասը այստեղ ներառված չէ։ Դե եկեք բան անենք, նախագիծ քննարկենք, հետո մեկ այդ առաջարկը առանձին ենք քվեարկելու։ Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ ու Տիկին Մանավազյանին նախագծի համար ու նաև գիտեմ, որ այս նախագիծը մինչև հանձնաժողովի նիստ հասցնել է ահագին քննարկումներ եք ունեցել թե պատգամավորների հետ, թե այլ շահագրգիռ կողմերի հետ